Շնորհակալություն մեծարգո փոխոսնակ հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ։ Պարոն Դանիելյան, թույլ տվեք կասկածի տակ դնել ձեր անկեղծությունը։ Ես ուզում եմ հիշեցնել, որ դուք այն падգամավորն եք, ով ասում էր, որ ուրեմն ոսկեպարի եկեղեցին մնալու է Ադրբեջանի կազմում, ոսկեպարի եկեղեցին Հայաստանի տարածքում է, վերանորոգված է եւ դուք մինչեւ հիմա ներողություն չեք խնդրել դրա համար։ Ես կարող եմ ձեզ լինքերն ուղարկել ձեր հայտարարությունների, որ տեսնեք եւ համոզվեք, որ դուք եք եղել այդ անձնավորությունը, ով ուրեմն ստել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Մի խոսեք իմ ելույթի ժամանակ, պարոն Դանիելյան, շնորհակալություն, հաջողություն։ Եվ շարունակելով, հարգելի գործընկերներ, ընդդիմություն, դուք տեղյակ եք հանձնաժողովի նախագահի պարտականությունների շրջանակի վերաբերել ընդհանրապես։ Այնպիսի տպավորություն է, որ ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի կազմում են լուծվում բոլոր հնարավոր հարցերը առողջապահության ոլորտին վերաբերող։ Ոչ, հարգելիներս, առողջապահության ոլորտի քաղաքականությունը, եթե չգիտեք, ասեմ իմանաք, մշակում է առողջապահության նախարարությունը եւ մեր համապատասխան պրոֆիլային հանձնաժողովը ուրեմն իրականացնում է ազգային ժողովի падգամավորի եւ հանձնաժողովի լիազորություններից բխող ուրեմն գործառույթներ, վերահսկողական գործառույթներ, օրենսդրությունների մշակման գործառույթներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Եւ հանձնաժողովի նախագահները ազգային ժողովում կատարում են այո հանձնաժողովի ուրեմն անդամների բնականon աշխատանքն են ապահովում, կազմակերպում են հանձնաժողովի աշխատանքներ եւ այլն եւ այդպես շարունակ։ Ինչը ես վստահ եմ, որ Տիկին Հունանյանը լավագույնս իրականացնի։ Եվ ձեր փորձերը, այսպես ասած, ընկալում ստեղծել, որ առողջապահության մշտական հանձնաժողովում են ամփոփված Հայաստանի Հանրապետության եւ տարածաշրջանային առողջապահական բոլոր հարցերը, ամենևին էլ ուրեմն ճիշտ չի եւ մարդկանց մոտ ես դες վստահեցնում եմ, որ այդ ընկալումները չեն էլ ձևավորվում։ Եվ եթե ձեզ համար չափազանց կարեւոր է հանձնաժողովի նախագահի պաշտոնն առհասարակ ինքնին, քանի որ տեսնում եմ, որ ակտիվ ելույթներ եք ունենում, գրանցվում եք 10 րոպեանոց ելույթներ եք ունենում, եթե այդքան կարեւոր է, ինչի՞ չեք լրացնում դոնթի բանաձևով ձեզ տրված հանձնաժողովի նախագահների, փոխնախագահների, ազգային ժողովի փոխնախագահի պաշտոնները ինչի՞ չեք ներկայացնում տեխնացուներ։ Եթե կարևոր է ներկայացրեք։ Եթե կարևոր չի, ինչ եք եկել այդտեղ խոսում ընդհանրապես։ Ինչ եք եկել դուք խոսում հանձնաժողովի նախագահի պաշտոնից։ Ձեզ համար կարևոր չեն այդ պաշտոնները։ Սահմանադրական դատարանն անգամ իր կարծիքում ֆիքսել է, որ հանձնաժողովի նախագահի պաշտոններում փոխնախագահի հանձնաժողովի եւ նաեւ ազգային ժողովի փոխոսնակի պաշտոններում առաջադրումները ոչ թե ձեր իրավունքն է, այլ պարտականությունն է։ Ինչի՞ չեք առաջադրում։ Հետևաբար ձեզ համար բացարձակապես կարևոր չեն ազգային ժողովի աշխատանքները, որ կարևոր լինեն նիստերին կգաք, հանձնաժողովի նիստերին կմասնակցեք, տեխնացուներ կներկայացնեք, բայց դուք էլի եկել եք ստեղ եւ փորձում եք ուրեմն իմիտացիա եք անում, թե իբր աշխատում եք եւ իբր ձեզ համար կարևոր են ազգային ժողովում որևէ քննարկումներ եւ որևէ բան առհասարակ։ Դուք էլի կրկնում եմ, փորձում եք լուծել ձեր քաղաքական գոյության հարցը մինչեւ այս գումարման ավարտ, բայց ձեր քաղաքական գոյության հարցը վաղուց լուծված է, հատկապես օգոստոսի 8-ից հետո, ավելի ճիշտ քաղաքական չգոյության հարցը։ Եվ շարունակելով ինչ-որ պաշտոնների առաջադրումներից եք խոսում, դուք ձեր տեխնացուներին հիշում եք ընդհանրապես տարբեր պաշտոններում, որ առաջադրել եք։ Մի երկու հատ անուն տամ եւ այդքանով սահմանափակվեմ։ Ռուբիկ Հակոբյան, Էդգար Ղազարյան, այդ մարդկանց եք դուք բերել առաջադրել մի դեպքում, հա, հեռուստարադիո հանձնաժողովում, մյուս դեպքում մարդու իրավունքների պաշտպանի հաս։ Դուք էսա ձեր որակը, էս եք դուք։ Դուք Էդգար Ղազարյաններ եք եւ Ռուբիկ Հակոբյաններ եք։ Տեսեք։ Եվ հետեւաբար խնդրում եմ ձեզ ուրեմն չանդրադառնալ մի թեմաների, որին անդրադառնալու իրավունք դուք առհասարակ չունեք։ Եվ նաև խոսում եք, ասում եք, չգիտեմ ինչ մասնագիտության տերա, բայց այս պաշտոնն է զբաղեցնում։ Դուք առաջադրել եք, ասում եք, առողջապահության հանձնաժողովի նախագահի պաշտոնում մարդու, ով չունի այդ ոլորտի օրինակ բարձրագույն կրթություն եւ այլն։ Ձեր շարքերում բազմաթիվ մարդիկ կան, օրինակ, Աղվան Վարդանյանը, բանասեր սոցիալ նախարար, հա, նորմալ է, կամ ամենացցուն օրինակը, ձեր սիրելի առաջնորդը, ձեր նախագահը, Հայաստանի Հանրապետության նախագահ հայերեն գրել չգիտեր։ Էսա ձեր կրիտերիաները եւ մոտեցումները Հայաստանի Հանրապետության պաշտոններին առհասարակ։ Այո, սա է ձեր մոտեցումը, Հայաստանի Հանրապետության նախագահ, ով հայերեն գրել չգիտի։ Եվ հետեւաբար այստեղ էլ դուք որևէ բարոյական, ուրեմն իրավունք եւ լեգիտիմություն չունեք խոսելու այս թեմաների մասին։ Եվ ամփոփելով նաեւ այստեղ խոսվեց Գառնիկը Դանիելյան ասում է մեր առաջնորդի Ռոբերտ Քոչյանի տղան 50-րդ համարն էր, եթե մենք ուզենայինք, որ ինքը падգամավոր դառնար, 30-ը կլիներ եւ դուք ուզեցաք, որ ինքը падգամավոր դառնար եւ ստիպեցիք, որ հերթով падգամավոր դառնալու հերթը հասած ցուցակի ձեր գործընկերները դնեն իրենց մանդատները, որ Լևոն Քոչարյանը դառնա падգամավոր։ Էս եք դուք։ Օրինակ մեր ցուցակում քաղաքացիական պայմանագիր կուսակցության ցուցակում 50-րդ համարը լինելու համար պետք է շատ մեծ ջանք գործադրես, քաղաքական աշխատանք կատարես, կուսակցական աշխատանք կատարես։
Եվ որևէ մեկին որդին լինելու հանգամանքով մեր ցուցակում մարդիկ համարներում չեն տեղավորվում։ Որևէ մեկի որդին լինելու համար մեր ցուցակից մարդիկ դուրս չեն գալիս, որ ինքը դառնա падգամավոր։ Հիմա դուք ձեր ելույթներում եկել ստեղ ինքներդ ձեզ եք նկարագրում եւ փորձում եք մեզ ինչ-որ կերպ, հա, ներկայացնել հանրությանը։ Չի ստացվել, չի ստացվելու։ Հարգելի ընդդիմություն։ Եվ քանի որ նաև փորձեցիք նսեմացնել մինչ այս կատարված աշխատանքները, ես մի քանի վիճակագրական տվյալներ կասեմ եւ կամփոփեմ։ Ոչ բռնի թավշյա հեղափոխությունից, ժողովրդական հեղափոխությունից հետո են սկսվել ուրեմն մինչև 18 տարեկան երեխաների անվճար բուժումը եւ միայն 2024 թվականին 87638 երեխա բուժում է ստացել։ Անպտուղ զույգերի օժանդակ տեխնոլոգիաներով վերարտադրողական ծառայությունները եւս ոչ բռնի թավշյա ժողովրդական հեղափոխությունից հետո են այս ծրագրերն իրականացվել եւ արդեն 2748 դիմող կա։ Դուք հասկանում եք, չէ՞, այս ծրագրերի կարեւորությունը։ Սրտի անհետաձգելի վիրահատությունների ուրեմն համար 2424 մարդ է արդեն ստացել բուժօգնություն։ Սա այն մասին է, որ քիչ առաջ էստեղ եւ ձեր գործընկեր Գառնիկը Դանիելյան եւ այլ գործընկերներ ասում են, որ մարդիկ այսօր մինչեւ վարկ չվերցնեն, փող չգտնեն, հա, ուրեմն հույս չեն ունենալու, որ բուժում են ստանալու։ Մենք հենց այս տրամաբանությունն ենք փոխել այս մեր ծրագրերով, որովհետեւ օրինակ ես ունեցել եմ դառը պատմություն 2015-16 թվականներին, երբ որ հարազատ մարդուն չէին բուժօգնություն չէին տրամադրում, մինչեւ փողը չհասներ հիվանդանոց։ Դուք երևի այդ թվերի մասին եք ինչ-որ բաներ ասում, վստահաբար ոչ 2018 թվականից հետո։ Սոցիալապես անապահով եւ հատուկ խմբերում ընդգրկված բժշկական ծառայություններից օգտվողների թիվը եւս ավելացել է։ Բյուջեն կազմել է 26 միլիարդ դրամ։ Լյարդի, ոսկրածուծի, երիկամի փոխպատվաստումների համար պետությունը տրամադրել է 379 միլիոն դրամ։ Եվ այլն եւ այդպես շարունակ եւ բազմաթիվ այլ ծրագրեր, չեմ խոսում բուժ հաստատությունների կապիտալ վերանորոգումների մասին, զրոյից բուժ հաստատությունների կառուցման մասին, պոլիկլինիկաների, ուրեմն վերակառուցման, վերանորոգման մասին, միջին օղակի աշխատավարձերի բարձրացման մասին, բազմաթիվ բաներ կան, բայց դուք գալիս եք եւ էլի փորձում եք ստվերել, նսեմացնել այն ամեն ինչ որ ժողովուրդը իր աչքերով տեսնում է։ Եվ ամփոփելով Տիկին Հունանյան, ես հաջողություն եմ մաղթում։ Ես կարծում եմ դուք լավագույնս կիրականացնեք հանձնաժողովի նախագահից բխող ձեր պարտավորությունները եւ ընդդիմությանը եւս մեկ անգամ կոչ եմ անում։ Եթե ձեզ համար կարեւոր են հանձնաժողովի նախագահների պաշտոնները, հաստիկները, փոխնախագահների, ազգային ժողովի փոխնախագահի, ով անգամ դալիս չի գալի ձեր կողմից ներկայացված մարդը, ապա ներկայացրեք տեխնացուներ։ Եթե չեք ներկայացնում տեխնացուներ, ուրեմն այդ թեման ձեզ համար կարեւոր չի եւ անիմաստ, ուրեմն իմիտացիա մի արեք աշխատանքի եւ մի խանգարեք ազգային ժողովի բնականon աշխատանքներին։ Շնորհակալ եմ։ Այս մի քանի օրվա ընթացքում բազմաթիվ քաղաքական ելույթներ եղան, ինչ որ լսումների արդյունքում է այստեղ եւ լսումներից դուրս հարցազրույցների կարգով եւ ըստ էության չեմ կարող չպատասխանել այս մի քանի ելույթներին։ Տեսեք, այստեղից Իշխան Սաղաթելյանն հայտարարեց, թե իբրև Հայաստանի Հանրապետության վարչապետի կատարած գործողություններն ըստ էության որակավորեց դավաճանական։ Ես հատուկ իրենց կուսակցության համար ուզում եմ մի հատված ընթերցել Բեգլարյանի գրքից, Զորավար Անդրանիկ դյութազնապատումից։ 1908 թվական Աբդուլ Համիդ Բեյի իշխանությունը տապալված էր։ Եկել էին երիտ թուրքերը։ Օսմանյան սահմանադրության հռչակումից հետո ՀՀ դաշնակցությունը Ժնևի պոլիս է հրավիրում եւ լուր ուղարկում Անդրանիկին, թե Կարմիր Սուլթանը գահանք արվեց եւ նրա տեղը ընկերներ Թայլաթը եւ Էնվեր Փաշաներն են գրավել։ Այսպես եղբայրություն եւ հավասարություն պետք է տիրի Թուրքիայի մեջ եւ հայերը պետք է պաշտոնները ստանան Թուրքիայի կառավարության մեջ։ Եվ որ մի լավ պաշտոն էլ նախատեսված է Անդրանիկի համար։ Այս հատուկ այդ այն մեզ մեղադրանքներ հնչեցնող կուսակցության համար հատուկ ընթերցեցի։ Հուսով եմ մեր աշակերտներն էլ եթե պատմաբաններ են ուզում դառնալ, ես պատմաբան չեմ, այս մասին ուսումնասիրություն կկատարեն եւ վստահ եմ որակավորումները կտան եւ հետագայում պատմությունն էլ այդ մասին կգրի, թե ինչ դասագրքել էին օրինակ սովետական միության ժամանակ կամ դրանից հետո հրամցնում դպրոցներում որպեսզի սովորեին, մենք գիտենք, որ իրականում կար դրսի ազդեցություն եւ հիմա գրքերը գրվում են բացառապես Հայաստանի Հանրապետությունում։ Այս ասեցի զուտ բանի համար, որ այս անընդհատ շահարկում են, ուսամ այս թեզը կվերջացնեմ, որովհետև այստեղ այդքան մանիպուլացնելով ժողովրդի այս մոտեցումներն մոտենում փորձում են մի քանի ձայն ես կողմ, մի քանի ձայն են կողմ, չգիտեմ, խաբելով մարդկանցից փորձում են ձայն կորզել, այդ լուրջ չի։ Ես ուզում եմ նաև անդրադառնալ ոնց էր կոչվում ձևավոր շարժում էր կոչվում, ոնց էր կոչվում այդ շարժմանը, ասում է Գեղարքունիքի մարզում ամեն երկրորդ քաղաքացին աղքատ է,
Այսինքն ոնց որ եթե աղքատա, ուրեմն ըստ էության մեղավորը մենք ենք, որտեղ էս մի 30 տարիա մենք ենք երևի իշխանության, ուզում եմ հիշել նաև մեր նախկին գործընկերոջը Աստված օգին Լուսավորի Սերյանը Սարոյանը ստեղ ասում էր մի կնոպ կայել եկեք սեղմենք ժողովրդի օգտին ինչ-որ բան քվեարկենք այդ ժամանակ այդ ձևով շարժման առաջնորդի երևի ծնողն ստեղ падգամավոր էր Ես ուզում եմ նաև անդրադառնալ Շարմազանովեդոյի այստեղի այդ ինչ էր լսումներ էր, ինչ էր այդ քննարկմանը, այստեղից ասում է բանը Վարչապետ Նիկոլ Փաշինյանը մեզ ասում էր ծուրվից քաղաքականություն եք վարում, այս կողմ են կողմ, չեմ ուզում մտքերն այդքան շատ չարադրել, ես ասում եմ այո, դու ծուրվից քաղաքականություն վարել եք, ծուրվից քաղաքականություն վարում եք եւ հիմա ծուր մեշկ քաղաքականություն եք վարում, կզած ժողովրդից քվեեք մուրում մտածելով որ ժողովրդի հիշողությունը կարճ է ասում 7 տարի առաջ էս ինչ էր 7 տարի Ժորժան 7 տարի չէ մենք այս 4 տարի նորից վերընտրվել ենք այդ 4 տարվա մասին կարելի է խոսալ հիմա եկել են ասում են բանը չէ պետք է իմպիչմենտ հայտարարենք դե հասկանում են ընտրությունների հնարավորություն չկա այսինքն մտածում են որ օրինակ ընտրություններին որ իրանք կլինեն իշխանության իրաց ձևով ինչքան ուզեն այնքան կխփեն այս տրամաբանության մեջ ասում է բանը մենք այստեղ բան ենք անում պետք է իմպիչմենտ լինի որ մենք գնանք ընտրությունների երևի իրաց քաղաքական պապային Սերժիկին չեն հարցրել որ իրենց սովորացնի որ ասի Հայաստանի Հանրապետությունում այլևս փակված է այն էջը կաշառքով ընտրության էջը փակված ընտրախախտումներով ընտրության էջը ժողովուրդը գնում են ընտրության եւ ուզում եմ ասել որ չգիտեմ այնտեղ շարքում էին թե իբրև պետական համակարգը կծառայեցվի մեզ ձայներ հավաքելու համար ասեմ որ ձեզ կուսակցականները ոչլոտ գայլիպես ոչխարի մորթի հակած ծավալած են մեր մեջ ու ձեզ հայոյում են որպեսզի մեր աչքին բարձրանան այնպես որ այդպես չի որ պետական համակարգի բոլոր աշխատողներն են քաղաքացիական բոլոր չէ երևի 10%-ն էլ քաղաքացիական պայմանագիր կուսակցության չէ բայց մենք լավ մասնագետներին չենք թիրախավորում լավ մասնագետները պետք է աշխատեն անկախ նրանց կուսակցական պատկանելությունից Արմեն Աշոտյանն ասում է մտա դալիճ այն մասում որտեղ քաղաքացիական պայմանագիր կուսակցություններ նստած մարդիկ չէին նստում այդ լսումների ժամանակ ասում երևի զզվում էին բայց պետքա տեր կանգնենք այս աթոռներին չգիտեմ այս երկրին այն երկրին երևի մտքի մեջ շփոթավ պետք է ասել տեր պետքա կանգնենք մեր թալանին կամ տեր կանգնենք մեր ապագա թալանին ժողովուրդը ձեզ մերժել է ժողովուրդը ձեզ Աշոտյանը արեր 2018 թվականին ու հույս չունենաք որ հետ եք գալու շնորհակալություն Այո Տիկին Գյուրեղյան իսկապես իրավացի եք ամեն չարիք իր վերջն ունի եւ այդ վերջը 2018 թվականից ի վեր եկել է չարիքը դուք էիք եւ ձեզ այդ չարիքը արմատախիլ է արել Հայաստանի Հանրապետության իմաստուն քաղաքացիները Հարգելի գործընկերներ, սիրելի քաղաքացիներ, այսօր այս պահին քննարկում ենք ազգային ժողովի առողջապահության մշտական հանձնաժողովի նախագահի ընտրության հարցը Եվ ես այս ամբիոնից քիչ առաջ ներկայացրեցի քաղաքացիական պայմանագիր խմբակցության տեխնացուին Տիկին Հունանյանին, ով այս պահին ոլորտային հանձնաժողովի փոխնախագահն է, եւ խոսելով նրա մասնագիտական որակների անցած ճանապարհի մասին, ներկայացրի վերջինիս ինքնակենսագրականը, որին հետևեց բնականաբար մեր ընդդիմադիր գործընկերների հեգնական հարցերը, մասնավորապես Տիկին Գյուրեղյանը Անձնական դաշտ ներխուժելով նույնիսկ կանոններ բերեց Էմմա Պալյանը եւ Հրաչյա Հակոբյանը չեն այդ առումով շատ ուրախ էր Տիկին Գյուրեղյանը Նորից եմ ուզում կրկնել դուք չեք որոշողը ով է լինելու մեր տեխնացուն Այո դուք պետք է հարգանքով մոտենայիք այդ որոշմանը եթե անգամ ձեր նշած անձիկ էին լինելու տեխնացուն եւ որևէ պարագայում իրավունք չունեիք նման ձևակերպման հանդես գալ այս ամբիոնից Մի քանի չափորոշիչներ եք նշում ձեզ հլու հնազանդ լինել չգիտեմ ինչ Տիկին Գյուրեղյան Հլու հնազանդության քննությունը դուք երևի լավ չեք անցել ձեր ղեկավարին հանձնելիս, որովհետև վերջինիս որդին երբ էստեղ անընդհատ միջադեպեր է հրահրում, դուք պաշտպանում եք կանանցով ինչ-որ պատ եք կազմում, բայց որևէ պաշտոնի բարձրացում կամ առաջխաղացում ձեզ մոտ չեմ նկատում, միգուցե վերաքննություն հանձնելու կարիք կա եւ մտածեք այդ ուղղությամբ։ Ամեն դեպքում քաղաքացիական պայմանագիր եւ խմբակցության եւ կուսակցության ներսում որևէ առաջընթաց, առաջխաղացում լինում է բացառապես հաշվի առնելով մարդու գիտելիքները եւ անցած ճանապարհը։ Թրկահպատակ բառը շատ եք սիրում օգտագործել դուք, ձեր երաշխավորած համայնքապետերը, բայց կարծում եմ Հայաստանի Հանրապետության քաղաքացին շատ լավ գիտի ով ում հպատակն է եւ դրա պատասխանը եւս տվել է, որի հետ դուք այդքան էլ հաշտ չեք։ Մարդու իրավունքների չպաշտպանված լինելու մասին եք խոսում, ժողովրդավարություն չլինելու մասին եք խոսում։ Եթե ձեր ասացի գոնե
1% իրականություն լիներ, դուք, ձեր գործընկերները եւ բոլորդ այստեղ նստած չէիք լինի։ Չպատասխանեմ, բայց առաջարկում եմ, խնդրում եմ տեղից չխոսեք, ես ձեր որևէ մեկի ելույթի ժամանակ տեղից չեմ արձագանքում։ Հարգելի քաղաքացիներ, աբսուրդի ժանրից է, երբ կեղծարարության, ընտրակեղծարարության հայրերը, մայրերը այս ամբիոնից մեզ իշխանություններից մեղադրում են ընտրակեղծարարության մեջ։ Սա զավեշտ է ուղղակի, բայց ես մի բան կասեմ։ Դուք հաճախ մոտեցեք այս ամբիոնին, հաճախ խոսեք այն ամենի մասին, ինչը իրականության հետ աղերս չունի, որովհետև դուք դրանով վնասում եք առանց այդ էլ ձեր չեղած վարկանիշին եւ շատ մեծ օգուտ եք տալիս մեզ իշխանություններից։ Մի առիթով ասել եմ, մենք բնավ ձեր աջակցության կարիքը չունենք, բայց հավելյալ օգնությունից հաստատ չենք հրաժարվի։ Խայտարակվեք, ինչքան կարող եք, խայտարակեք ինքներդ ձեզ, մինչև վերջ, եթե իհարկե դեռ տեղ ունեք։ Բռնապետությունից են խոսում մարդիկ, որոնց քաղաքական առաջնորդի որդու ելույթը տպավորություն է մի 5-6 օր բեմադրում են, դերեր են բաշխում, ով ինչ դիրքով պիտի պաշտպանի վերջինիս որդուն, այստեղ խոսում են բռնապետությունից։ Բռնապետություն Հայաստանում եղել է, այո, մինչև 2018 թվականը։ Բռնապետերը ձեր քաղաքական թիմի առաջնորդներն են, ովքեր մարտի 1 եւ հոկտեմբերի 7 գրվածք ունեն դաջված իրենց ճակատին ու դա չի ջնջվելու երբեք։ Միեդի վերջերս կայացրած որոշումն էլ վկա։ Ինչ ասեմ, իրականում ասելիքը շատ է, ձեր ամեն խոսքին կարելի է անդրադառնալ, բայց միևնույն ժամանակ ես ինքս երբեմն ինձ հարց եմ տալիս, թե արժե այդքան արժևորել ձեր խոսքը, որ այս բարձր ու կարևոր ամբիոնից անդրադառնանք։ Տիկին Հունանյան, հաջողություն եմ մաղթում ձեզ եւ վստահ եմ ընտրվելու եք, իսկ ընտրվելուց հետո ես իմ ուժերի ներածին չափով աջակցելու եմ ձեզ, որպեսզի մենք բոլորս միասին հաջողենք եւ իրականում ապահովենք մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիների առողջությունը ու միշտ լինենք վերջիններիս կողքին։ Շնորհակալ եմ եւ եւս մեկ անգամ հաջողություն ձեզ։ Հարգարժան նախագահ, հարգելի գործընկերներ, սիրելի ժողովուրդ։ Հարգելի տիկին ԱԿ, ոչ թե ՆՓ, այլ Հայաստանի Հանրապետության ընտրված վարչապետ Նիկոլ Փաշինյան։ Այս սկզբի համար Տիկին Կյուրեղյան եւ ընդհանուր առմամբ հարգելի գործընկերներ տպավորություն ունեն, որ ընդդիմության որոշ ներկայացուցիչներ փոքր տարիքում հաճախել են վշտի եւ դժբախտության խմբակ։ Հատուկ խմբակ ա եղել, հաճախել են այդ խմբակ ու լսելուց հատկապես ձեզ Տիկին Կյուրեղյան ամենայն հարգանքով, որքան էլ դուք կարծես թե այդ բառի հետ հաշտ չեք։ Ձեզ լսելուց ես մտովի հաղորդում եմ պատկերացնում, օրինակ, ինչպես ամենօրյա ռեժիմով մենք լուրեր ենք լսում հեռուստացույցով, դուք երևի հրաշալի փայլուն հաղորդում կվարեիք, ամենօրյա ռեժիմով կներկայացնեք Հայաստանի Հանրապետության տարածքում ինչ դժբախտ դեպքեր են տեղի ունեցել։ Դա ձեր մոտ ֆանտաստիկ լավ կստացվեր։ Եվ խոսում եք ընդ որում SMS ստանալուց, ես կարծում եմ, եթե համեմատականներ տանենք, 10 պատիկ ցանկալի կլինի ստանալ SMS հաղորդագրություն, քան օրինակ զուգարանում այնքան գլխին հարված ստանալ, որպեսզի սեփական կյանքից զրկվես։ Օրինակ, եթե համեմատականներ տանենք, ես սրտանց կցանկանայի ստանալ SMS հաղորդագրություն, եթե համեմատականներ տանենք։ Ես ուզում եմ ձեզ նաև հիշեցնել, Տիկին Կյուրեղյան, երբ ասում եք, այ այդ կառավարությունը ինչ ասում է, հաշտեք, կատարում եք, հպատակներ, ես ուզում եմ ձեզ հիշեցնել, որ մենք այդ կառավարության մի մաս ենք, այդ կառավարության հետ համատեղ գնացել ենք ընտրությունների, ընդ որում 2 անգամ։ Եվ ուզում եմ հասկանալ այդ որտեղ այդ սինխրոնիզացիան դուք չեք ընկալել։ Ուզում եմ հասկանալ, էլի մենք այդ կառավարության մի մաս ենք, այդ ծրագիրը կառավարության կողմից հաստատվել է համատեղ։ Եվ ինչ է նշանակում կատարում եք կառավարության պահանջները։ Սա իգիտություն։ Ստեղ հնչեց հետևյալ ձևակերպումը, ամբողջ կյանքում բուժքույր աշխատած մարդը եկել է ուզում է դառնա հանձնաժողովի նախագահ։ Այս ինչ ձևակերպում է, այդ ձեր շարքերում կամ չգիտեմ ընդհանուր առմամբ, այդ կարող է 10 մատը չբավարար չլինի, որ օրինակ թվարկենք ոնց են բախտի բերմամբ հայտնվել այդ աթոռին, իդեպ որոնք մշտապես դատարկեն եւ դարձել պատգամավոր եւ իրենց առաջին պաշտոնը եղել է Հայաստանի Հանրապետության պատգամավորական մանդատ ստանալը։ Խնդրում եմ վերջ տալ այս ձևակերպումներին, ամբողջ կյանքում բուժաշխատող է աշխատել, հիմա եկել է ուզում է դառնա հանձնաժողովի նախագահ։ Եվ Տիկին Հունանյան, իհարկե մասնակից չեմ եղել ֆրակցիայի քննարկմանը, բայց ձեզ հաջողություն եմ մաղթում, վստահ եմ, որ հաջողելու եք ընտրվելու դեպքում, որքան էլ որ
կփորձեն թիրախավորել, ընդ որում հաշվի չառնելով, որ կինը կնոջն է այս դեպքում թիրախավորում, անցնելով արդեն անձնական դաշտ, ես ձեզ հաջողություն եմ աղթում ընտրվելու դեպքում եւ վստահ եմ, որ այն պաշտոնը պատասխանատու դիրքում, որում կդիրքավորվեք, բարձր մասնագիտական ձեր կարողությունները կկարողանաք ցույց տալ այնքանով, որքանով այս ընթացքում դրսևորվել եք։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարգարժան փոխոսնակ, հարգելի գործընկերներ, համակ ուշադրությամբ լսել եմ մեր ընդդիմադիր գործընկերների ելույթները եւ ինձ մոտ մի հարց է առաջացել։ Ինչպես կարող է ղեկավարած տարիներին բոլոր ընտրությունները կեղծած, ժողովրդի կողմից երբեք լեգիտիմորեն չընտրված, ժողովրդի ձայնը մշտապես խլացրած ղեկավար ունեցող քաղաքական ուժի ներկայացուցիչ կանգնի այս ամբիոնի մոտ եւ այսպես խրոխտ ձայնով խոսի ժողովրդից եւ ժողովրդավարությունից։ Տիկին Գյուրեղյան, միգուցե այսպես բառացի չկարողանամ մեջ բերել ձեր ելույթից մի հատված, բայց դուք նման միտք արտահայտեցիք, որ ԿՊ-ում պաշտոն են ստանում այն անձինք, որոնք հլու հնազանդ ենթարկվում են կամ կատարում են, եւ դա ասում եք դուք, մի ուժի ներկայացուցիչ, որի համամասնական ցուցակից մի քանի հոգու ստիպեցիք հլու հնազանդ հրաժարվել իրենց մանդատներից միայն նրա համար, որ ձեր ղեկավարի որդին գա եւ դառնա падգամավոր։ Եվ ինչպես կարող եք դուք խոսել ընդհանրապես ժողովրդավարությունից, երբ անգամ մի քանի հոգուց բաղկացած խմբակցությունում դուք այդպես էլ չեք կարող ներդրել ժողովրդավարությունը, եւ ձեր խնդիրը շատ լավ ամփոփեց եւ ներկայացրեց Տիկին Վարդանյանը իր ելույթում, հնչեցնելով հետեւյալ միտքը. ժողովուրդը շատ բան չի հասկանում։ Այ այստեղ է ձեր մեծ խնդիրը, որ այդպես էլ թերագնահատելով դուք ինքներդ չկարողացաք հասկանալ ժողովրդին եւ ոչ թե հակառակը։ Տիկին Գյուրեղյան, մենք երկուսս էլ մանկավարժներ ենք, կրթել ենք սերունդներ, ձևավորել ենք արժեքներ եւ նաեւ միգուցե ոգեշնչել ենք մեր ուսանողներին, եւ ես մեծ հույս ունեմ, որ ինչպես ես, այնպես եւ դուք արել ենք դա մեծ սիրով եւ պատասխանատվությամբ։ Սակայն այն, ինչին ես այսօր ականատես եղա, թույլ է տալիս ինձ կասկածի տակ առնել մանկավարժության նկատմամբ ձեր ունեցած սերը եւ անկեղծությունը։ Մենք նաեւ մի շարք հանդիպումներ ենք ունեցել տարբեր հարթակներում, որոնք հիմնականում վերաբերել են կանանց առաջնահերթությանը, կանանց հետ, փորձելով մեր անձնական փորձով, մեր անցած ուղով ոգեշնչել նրանց, առաջ մղել եւ նաեւ ինքնավստահություն ներշնչել։ Բայց այսօր դուք հեգնեցիք մեր գործընկերոջը, թիրախավորելով առանց որևէ պատճառի եւ փորձելով նստեմացնել նրա միջին մասնագիտական եւ կառավարչական հմտությունները, արտահայտելով ձեր կանխակալ վերաբերմունքը առանց որևէ պատճառի։ Ներեցեք, բայց այսուհետ ձեր խոսքը չի կարող արժանահավատ հնչել մասնավորապես կանանց հետ հանդիպումներում, քանի որ ձեր այսօրվա հեգնական կեցվածքը, հեգնական ժպիտը ձեր խոսքը ուղղակիորեն հակասում է այդ հարթակներում հնչեցրած ձեր խոսքին, եւ ես կարծում եմ, որ այն բազմաթիվ կանայք, որոնք ներկա են գտնվել մեր այդ հանդիպումներին, եւ միգուցե հետո նույնպես ներկա կգտնվեն, նույն զգացողությունը ունեն ցավոք սրտի, ինչ որ ես։ Եվ ես ուզում եմ ողջունել իմ գործընկեր Տիկին Հունանյանի առաջադրումը որպես առողջապահության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, քանի որ կարծում եմ, որ նա ոչ միայն ունի կառավարչական փորձ եւ մասնագիտական հմտություններ, այլ նաեւ կրում է այն կարեւոր մարդկային արժեքները, որոնք անհրաժեշտ են եւ որ պետք է ունենա նման պատասխանատու պաշտոն զբաղեցնող անձը։ Տիկին Հունանյան, վստահ եմ, որ ընտրվելու դեպքում հաջողելու եք, վստահ եմ, քանի որ վստահ եմ ձեր ուժի, ձեր պատասխանատվության եւ նվիրումի վրա։ Շնորհակալ եմ։